Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կասեք այսօր ինչու եք եկել այստեղ, ինչ պահանջով։ Եկել եմ, որ պատժերժ կանեմ իմպիչմենտի process-ին ու պահանջեմ բոլորից, որ միանան իմպիչմենտին ու խնդրեմ, դիմեմ, նաև պահանջեմ Հայաստան Դաշինքին, որ գան ստորագրությունները դնեն։ Որովհետև եթե ստորագրությունները իրանք դնեն, հավանականությունը շատ մեծ է, որ իմպիչմենտը կհաջողի։ Մեր խորհրդարանում եք ուզում հասնել իմպիչմենտի գործընթացին։ Իհարկե դրսովել, բայց դուրսը ժողովուրդը հենց տեսնա, որ սելը տեղից շարժվում է, ասենց ասեմ, ժողովուրդը կհավաքվի, որովհետև այսօր մեծ մասն էլ ուզում է, որ իմպիչմենտը հաջողի ժողովրդի, պրոստը դե այսօր տեն շատ չեն եկել, բայց իմացեք, հենց զգան, որ սելը տեղից շարժվում է, ինչ-որ մի բան կլինի, հենց շարժը տենան, ժողովուրդը կհավաքվի, դրսի շարժումներից կսկսվի։ Համար առաջի քայլը պետք է լինեն, որ պարլամենտում Հայաստան Դաշինքը միանա, ստորագրությունը դնի իմպիչմենտի տակ։ Ու ես ձեզ վստահ ասում եմ, մանավանդ Դավիթ Համբարձումյան տեխնացիով Սերժ Սարգսյանը ձիով քայլ արեց։ Մինչև այդ ես էլ չէի հավատում իմպիչմենտին հաջողելուն, բայց ասում էի փորձենք։ Հիմա մարդիկ ասում են անենք, մի կլինի չի, ասում էի իմ կարծիքով էլ չի հաջողի։ Բայց Դավիթ Համբարձումյան տեխնացուն հենց Սերժ Սարգսյանը առաջադրեց հանրապետականը, պատիվ ունեմ առաջադրեց իր տեխնացիան, ասես ինչ խոդեր։ Իրոք ինքը այն տեխնացուն է, որ իր շուրջ ԿՊ-ից էլ մարդիկ կգան կհավաքվեն։ Ես սրա մասին շատ եմ խոսացել։ Բայց առաջի քայլը պետք է լինի, որ Հայաստան Դաշինքը գա ստորագրությունները դնի ու քաշվեն իրանք մի կողմ, ընդհանրապես ստորագրությունն է պետք։ Իրանք Ենթադրենք Հայաստան Դաշինքը ստորագրեց։ ԿՊ-ից բացակայող ձայների հարցը ինչպես է լրացվելու այդ բանակցություններով, հենց այդ եմ ասում, Դավիթ Համբարձումյան տեխնացուի շուրջ ԿՊ-ից էլ կգան կհավաքվեն իր շուրջը։ Օրինակ տեսեք, Եթելներ Աշոտյանը, Եթելներ Շարմազանովը, Եթելներ Արտակ Զաքարյանը, չէ, իրանք փայլուն ղեկավարներ են, այսինքն իրանք դիրք երկրի ղեկավար վարչապետ իդեալական կաշխատեն, բայց որպես իմպիչմենտի տեխնացու իրան շուրջը չէին հավաքվի։ Իսկ Դավիթ Համբարձումյանի շուրջ կգան, ԿՊ-ից էլ կգան։ Ինքը այն մարդն է, այն տղեն է, որ իր շուրջ ԿՊ-ից էլ կգան կկանգնեն, բայց համար մեկ քայլը պետք է լինի Հայաստան Դաշինքը միանան ու իրանք գան։ Նշեցիք նաև, որ դրսում մարդիկ պետք է շատ հավաքվեն, բայց հիասթափություն կա, կարծես թե մարդկանց շարժը հենց եղավ, հիասթափությունը կա, որտեղ տենում են, որ Հայաստան Դաշինքն էլ սկի չի միանում։ Բայց շարժը հիմա կա, տեսնում եք, հավաքված մարդիկ հավաքվել են, էսի բայց շատ քիչ է, ես ես ասեմ, այդտեղ դադար չի լինի։ Շատ ուժեղ շարժում կձևավորվի, հենց տեսնամ, որ ինչ-որ բան արդեն շարժվում է տեղից։ Այսինքն Հայաստան Դաշինքը հիմա որ միացավ, ոգևորությունը կմեծանա այդ ձեր ասած հիասթափված ժողովրդի մոտ։ Հիմա որ տենում են նույնիսկ մեր մեջ ընդդիմության մեջ մենք իրար չենք միանում, մեկս մեկին չենք ուզում։ Վերջ-վերջո Հայաստան Դաշինքը ինչի չի միանում։ Բոլորն էլ հասկանում են, չէ՞ ինչի։ Որովհետև իրանք զգում են, որ կարա հաջողի process-ով, իրանք ասում են ավելի լավ է մնա Նիկոլը, քան կա Սերժը։ Այս սա է վատը, հասկանում եք, իրանք պետքա գիտակցեն, որ այդ ցավները տանեն։ Պետությունը հենց մի հատ հիշեք, ինչ վիճակում էր Նիկոլի վաղտ ու ինչ վիճակում է հիմա Նիկոլի վաղտ ու ինչ վիճակում էր ժամանակին Սերժ Սարգսյանի օրոք։ Հələ էդ էլ դնենք մի կողմ անձնական, վերցնենք անձնական, իրանք բոլոր պատգամավորներն են դուք մինչև իմ կողմից շատ հարգված Ռոբերտ Քոչյանին։ Ոնց է եղել Ռոբերտ Քոչյանի համար այն ժամանակ անձնականի համար ու ոնց է հիմա։ Ռոբերտ Քոչյանի սպառնում է, որ Բաքվի բանտում կարա հայտնվի։ Էտա չէ սպառնում։ Սա ունեցվածքը վերցնելու են հեսա իրանց ձեռքի։ Հաջորդ ընտրություններում Հայաստան Դաշինքը չի անցնելու, չեն թողելու, կեղծելու են։ Նիկոլը եթե գնացին ընտրության, Նիկոլը կեղծելու է ընտրությունը, ոնց որ 18 թվականին կեղծեց հանրապետականին չթողեց մտնի պարլամենտ, հիմա էլ Հայաստան Դաշինքին նաև պատիվ ունեմին էլ հանրապետականն էլ չի թողելու։ Արմատական ոչ մի ընդդիմության չի թողելու, որ մտնեն պարլամենտ։ Պետք է մտնեն ըստ Նիկոլի կառուցողական ուժերը, որ ասենց իրան ներվերը սենց չուտեն։ Հասկանում եք։ Այս է, ուզում եմ ասեմ, էդ ուզում։ Նույնիսկ անձնական շահով որ վերցնես, պետք է իրանք ուզեն, որ Դավիթ Համբարձումյանը հաջողի, թեկուզ գա Սերժը։ Որովհետև Սերժի օրոք իրանց ոչ մեկի մազին կպնող չի եղել, էլ չեմ ասում պետության համար, որ պետության շահերը պետք է ավելի բարձր դասես, քան ասենք քո անձնական շահերը, բայց անձնականով էլ պետք է ուզեն իրանք որ հաջողի։ Իսկ ես ասում եմ Դավիթ Համբարձումյանը այն տեխնիկան իրանք էլ լավ գիտեն։ Հայաստան Դաշինքի ցավը տանեն, բայց իրանք էլ են հասկանում որ կհաջողի, որ վստահ լինին որ չի հաջողելու, կբերեն ստորագրությունը կդնեին։ Պրոցեսները ձեր խոսքից ստացվում է այնպես, որ արվելու համար կամ գիտեին, որ տապալվելու է եւ դիտավորյալ ժողովրդի ով գիտե որ տապալվելու է, ով գիտե։ Չէ։ Ով ասում տա, ասեմ ստացվելու է, հա, ասեք, բայց խնդրեմ տեմպով դեպի տեսախցիկները, որովհետեւ նախկինում էլ դուք Հայաստան Դաշինքին մեղադրեցիք, գիտեն, որ հաջողելու է դրա համար հիմա չեն միանում։ Բայց նախկինում եղել են տարբեր պրոցեսներ, որին հենց Հայաստան Դաշինքի падգամավորները, դաշնակցության
գործիչականները ակտիվ մասնակցություն են Մասնակցել ունեցել։ են միշտ, ով Այո, մասնակցություն են ունեցել։ Հիմա ինչպես ստացվեց, որ իրեն գիտեն, որ չի հաջողելու եւ Ես նայեք տեսեք 5 տարի, այս 5 տարի, 5 տարի որ այս պայքարը գնում է, անընդհատ որ չի հաջողում, չի հաջողում ոչ մի բան, մենք ասում ենք Հայաստան դաշինքներ մեղավոր, իրանք էլ ասում են մեղավորը պատիվ ունեններ, դուք եք խանգարում։ Այսինքն մենք իրար հետ միշտ շարը գցել ենք մեկս մեկի վրա։ Ես չեմ ասում չեն պայքարել, բայց կոնկրետ հիմա անենց քայլը արված, այս Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը դրներով անենց քայլը արված, որ բարձրևմա կողմես թե կողմես քվեարկություն է։ Դու մի ասա կհաջողի թե չի հաջող, այմար չի հաջողելու, բայց դու դեմ ես դրան։ Ընդամենը պիտի գաս քվեարկես, ստորագես, կողմես իմպիչմենտին, թե դեմ ես իմպիչմենտին։ Չմիանալով Հայաստան դաշինքի падգամավորները, Հայաստան դաշինք թիմը ցույց տալի, որ ինքը դեմ է։ Ասկի ինքը ու իրականում էլ տենց էլ եկեք տեն որ ասա ծուրը նստենք դուզը խոսանք իրանց համար ավելի լավ է որ մնա Նիկոլը այդ են իրանք ցույց տալի քան թե գա Սերժ Սարգսյանը Դավիթ Համբարձումյանն էլ դե Սերժ Սարգսյանի մարդն է չէ տեխնացումը всё այ այս են իրանք ցույց տալիս ուրիշ տրամաբանություն ստեղ չկա իսկ ինչ վստահություն ունեք որ Հայաստան դաշինքը եթե միանա եւ ստորագրի փաստաթղթի տակ գործող իշխանության կազմից падգամավորներ միանալու են եւ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հաջողելու է իսկ եթե չհաջողվի անգամ Հայաստան եթե չհաջողի ոչ մի բան չեն գործում ինչ է այս նույն վիճակն է երեք փորձեն բայց իմ կարծիքով կհաջողի որովհետեւ իմ կարծիքն եմ ասում Իսկ իմ կարծիքը միշտ ճիշտ է, դուս եկեք ցավոք սրտի այն վատ կանխատեսումներս էլ է միշտ եղել։ Իմ կարծիքով Դավիթ Համբարձումյանը այն տեխնացուն է, որի շուրջ ԿՊ-ից էլ կգան կմիանան։ Որովհետև ես անուններ չեմ կարող ասեմ, բայց ԿՊ-ում էլ կլինեն մարդիկ, որ վերջերով նայում են, չէ, ում են միանում իրանք։ Այն որ իրանք ողերին թշնամի են համարում, իրանք չեն միանա։ Բայց այն մարդուն, որ ողերին թշնամի չեն համարում, իրանք կմիանան։ Դավիթ Համբարձումյանը այն տղեն է, որ ինքը բոլորի հետ էլ ընկերություն, եթե ինչ-որ մեկ այդ ընկերություն արել է ժամանակին, այդ ընկերական հարաբերությունները չի խզել, թեկուզ եթե այսօր ինքը ԿՊ-ին։